Հարգելի հետևորդներ, հարգելի ուսանողներ, մենք ինչպես եւ հայտարարված էր պրոմոռոլիկում, ավելի մանրամասն ենք այս շաբաթվա ընթացքում քննարկելու աորտայի հիվանդությունների մասին, որպեսզի ձևավորենք կլինիկական վերլուծության հմտություններ եւ կլինիկական մտածողություն այն ուսանողների շրջանում, ովքեր որ պատրաստվում են քննական սեսիաներին։ Այստեղ ներկայացված հիմնական ինֆորմացիան կարող է օգտակար լինել սկսնակ մասնագետների համար, ինչպես նաև այն կարող է որոշակի սպառիչ հարցերի պատասխաններ տալ նաև պացիենտների համար։ Աորտան, ինչպես գիտենք, մեր օրգանիզմի ամենախոշոր զարկերակային անոթն է, որը ենթարկվում է տարաբնույթ պաթոլոգիական ազդեցություններից, սկսած դեգեներատիվ փոփոխություններից մինչև բնածին արատների բարդությունները։ Այս հիվանդությունների վաղ ճանաչումը եւ ճիշտ կլինիկական մարտավարությունը հաճախ կյանք փրկող նշանակություն ունեն։ Եվ ահա թե ինչու որ այստեղ կարող են առաջանալ այնպիսի պաթոլոգիկ փոփոխություններ, որ յուրաքանչյուր վայրկյանը կարող է պացիենտի կյանքը արժանանալ, այսինքն այստեղ պետք է ճիշտ դիֆերենցիալ ախտորոշման կարևորագույն ունակությունները, դրա համար մենք պետք է կարողանանք ճանաչել պաթոլոգիաների մեծամասնությունը։ Առաջին ամենախոշոր պաթոլոգիաները, որի հետ մենք առնչվում ենք, դա աորտայի անևրիզմաներն են։ Անևրիզման բնութագրվում է անոթի լուսանցքի տեղային կամ տարածուն լայնացումով նորմալ տրամագծի համեմատ ավելի քան 50%-ով։ Այստեղ կարելի է տարաբաժանել ինչպես աորտայի անատոմիական կառուցվածքն է լինում, այնպես էլ այստեղ մենք տարաբաժանում ենք մի քանի շրջաններին բնորոշ անևրիզմաներ եւ կարելի է խոշոր երկու կյանքի վտանգ սպառնացող հատվածներ նշել, դա կրծքային աորտայի անևրիզմաներն են եւ որովայնային աորտայի անևրիզմաները։ Կրծքային աորտայի անևրիզմայի հիմնական պատճառներից մեկը կարող է հանդիսանալ մարֆանի համախտանիշը կամ էլլարտանլոսի համախտանիշը կամ երկրախ աորտալ փականը, ինչպես նաև այստեղ իրենց որոշ դեր ունի քրոնիկ հիպերտենզիաները եւ աորտայի պատի ցիստիկ մեդիալ նեկրոզները։ Կլինիկան որպես այդպես հաճախ ասիմպտոմատիկ է, այսինքն պացիենտները ցավ չեն նշում, գանգատներ չեն նշում եւ կարող է այս հիվանդությունները հայտնաբերվեն պատահականորեն։ Աճելուն զուգընթաց կարող են առաջանալ կրծքավանդակում ցավ, հազ, հաճախ կարող է լինել նաև ձայնի խրպոտություն, դրանք քննվող նյարդի ճնշման պատճառներով կարող են լինել։ Եվ այսպես երկրորդ խումբ, պայմանական բաժանած երկրորդ խմբի մեջ մտնում է որովայնային աորտայի անևրիզմաները։ Հիմնական պատճառներից կարելի է առանձնացնել ատերոսկլերոզը, ծխելը, տարիքային գործոնները, հատկապես 65 տարեկանից բարձր տղամարդկանց մոտորային հանջող հանդիպումները եւ գենետիկական նախատրամադրվածությունը։ Ի տարբերություն լուր կամ համր ընթացող կրծքային աորտայի անևրիզմաների, որովայնային աորտայի անևրիզմաները կարող են ուղեկցվել որովայնի կամ մեջքի շրջանում ցավերով, այսպես կոչվող զարկող ցավերով, որոնք որ կարող են տպավորություն ստեղծել որոշակի գոյացության, անհարմարության կամ ճնշվածության եւ կարող են նաեւ ճառագայթել դեպի կրծքային հատվածները։ Որովայնային աորտայի անևրիզման եւ կրծքային աորտայի անևրիզմաները դրանք հիմնական այն հիվանդություններն են, որոնք մեզ համար կյանքի վտանգ սպառնացող հիվանդությունների շարքին են դասվում կապված անոթային պաթոլոգիաների հետ, քանի որ մենք ստեղ ունենք մեկ գլխավոր վտանգ, դա պատվումն է։ Սա առաջացնում է բավականին մեծ բարդություն, անոթի կամ աորտայի պատի վնասվածքն է, որը ուղեկցում է կատաստրոֆիկ ներքին արյունարարությամբ եւ ունի մահացության չափազանց բարձր ցուցանիշներ։ Այսինքն, եթե պացիենտը մեզ դիմում է նման գանգատներով, մեր առաջնային խնդիրներից մեկը պետք է լիներ բացառել որովայնային կամ կրծքային աորտայի անևրիզման շերտազատումը եւ նրանց պատրվածքները։ Ինչ է աորտայի շերտազատումը։ Աորտայի շերտազատումը նույնպես անհետաձգելի իրավիճակ է, որի դեպքում արյունը ներթափանցում է աորտայի պատի շերտերի միջև, բաժանելով ինտիման կամ ներքին շերտը մեդիալ շերտից կամ միջին շերտից։ Արդյունքում ձևավորվում են երկու լուսանցներ, դրանք իրական եւ կեղծ լուսանցներն են։ Գոյություն ունեն աորտայի շերտազատման կամ շերտավորման դասակարգումներ, որոնց հիմքում ընկած է նրանց տիպավորումը եւ վիրահատական միջամտության անհետաձգելիությունը, եւ այստեղ մենք տարբերակում ենք Ստենֆորդյան դասակարգումը։ Ներառում է երկու տիպ, տիպ A եւ տիպ B։ Տիպ A-ն ներառում է վերել աորտան կամ aortic ascending-ը, անկախ ներնացման կամ շերտավորման տարածման վայրից,
պահանջում է անհապաղ վիրահատական միջամտություն։ Տիպ B-ն սահմանափակում է միայն վայրեջ կամ ստորին աորտայով, այսինքն aortic descendants, առանց վերել aorտայի ընդգրկման, սովորաբար վարվում է մեդիկամենտոզ, դա ճնշման խիստ կարգավորում է եւ վերահսկումն է, եւ էնդովասկուլյար եղանակով որոշակի միջամտություններ անելու միջոցներն են, եթե արկա չեն օրինակ բարդություններ, ինչպիսիք են պատրման վտանգը, հարակից օրգանների իշեմիաները եւ այլն։ Aorտայի շերտազատումը արտահայտվում է կլինիկական դրսևորվում է հանկարծակի դաշույնի նման հարվածի զգացումով, որը ունի անտանելի կտրող կամ ճմլող ցավ կրծքավանդակում, որը կարող է ճառագայթել դեպի մեջ, թյակներ, կարող է ուղեկցվել գլխապտույտով, նյարդային դեֆիցիտով կամ ստորին վերջույթների իշեմիայով։ Սրանք այն երկու կարևորագույն իրար հաջորդող բարդություններն են եւ հիվանդություններն են, որի հետ մենք գործ ունենք։ Երրորդ խումբ հիվանդությունները կարելի է դասակարգել որպես aorտայի բորբոքային հիվանդություններ։ Այստեղ տկայասուի հիվանդությունն է, որը հայտնի է նաև որպես երիտասարդների հիվանդություն, հատկապես երիտասարդ կանանց հիվանդություն, սա բերում է aorտայի եւ նեախորժոր ճյուղերի քրոնիկական գրանուլոմատոզ բորբոքման եւ նեղացման, ստենոզի, որն էլ վերջում բերում է օբլիտերացիայի։ Եվ հսկա բջջային արտերիտն է, որը հաճախ արտահարում է արտակրանյալ անոթները, բայց կարող է նաև ընդգրկել օրինակ կրծքային aorտան հանգեցնելով անևրիզմաների կամ շերտազատումների։ Ինչ հիմնական գործիքակազմեր ունենք մենք aorտայի հիվանդությունների դասակարգման համար, հստակ ախտորոշման համար։ Առաջինը դա մեր ոսկե ստանդարտն է կամ ոսկե հետազոտության տարբերակն է, դա կատեանգիոգրաֆիան է։ Կատեանգիոգրաֆիան դա aorտայի անատոմիական լուսանցքի չափելու հնարավորություն է տալիս պատիկ կառուցվածքի մասին, հնարավորություն է տալիս մենք պատկերացում ունենանք վիզուալ եւ տարբեր կոնտրաստավորման մեթոդներ օգտագործելով, ինչպես նաեւ այստեղ կարող ենք մենք գնահատել շերտազատման ուղին եւ պատրման վտանգները։ Երկրորդ մեթոդը, որը ռուտին է եւ ամենօրյա կիրառմանը, էխոկարդիոգրաֆիան է, տրանսթորակալ կամ տրանսեզոֆագիալ էխոկարդիոգրաֆիան է, որոնք ամփոփայինների մեթոդներ են հանդիսանում, հատկապես վերել aorտայի արմատի եւ փականային ապարատի գնահատելու համար։ Եվ երրորդ հետազոտության մեթոդը, որը հաճախակի ենք մենք կիրառում, դա մագնիսառեզոնանսային անգիոգրաֆիան է։ Կիրառվում է այն դեպքերում, երբ որ պետք է խուսափենք իոնիզացնող ճառագայթումից կամ նյութափոխանակային բարդություններից, օրինակ երիկամային անբավարարության պայմաններում, երբ որ չենք կարող կիրառել կոնտրաստ նյութ մեզ անհրաժեշտ պայմաններում, մենք կիրառենք MR անգիոգրաֆիան, այսինքն հնարավորություն տանք, որպեսզի մենք ստանանք այնպիսի պատկեր, որը որ մեզ անհրաժեշտ է։ Եվս մեկ անգամ կուզենայի, որ մենք անդրադառնանք, թե ինչ հիմնական մեխանիզմներ են գործում aorտայի անևրիզմայի եւ պատրման մեխանիզմում, եւ այստեղ անբեկանելի է Լապլասի օրենքը։ Լապլասի օրենքը դա aorտայի անևրիզմայի պատրման մեխանիզմի հիմքում է ընկած։ Ֆիզիկական եւ հեմոդինամիկ օրինաչափությունը, որը հիմնարար դեր ունի անևրիզմաների պաթոգենեզի եւ լայնացման պրոգրեսիայի եւ վերջնական պատառման կամ ռապչր մեխանիզմների ըմբռնման համար, բժշկական բիոֆիզիկայում եւ անոթային պաթոլոգիայում Լապլասի օրենքը կիրառվում է գլանաձև եւ սֆերիկ անոթների գնահատման համար։ Բանաձևի ֆիզիկական իմաստը կայանում է նրանում, որ գլանաձև անոթը, ինչպիսին օրինակ aorտան, Լապլասի օրենքը արտահայտվում է հետեւյալ բանաձևով եւ այստեղ կուզենք մի քիչ անդրադառնալ, թե ինչպես է աշխատում այս մեխանիզմը կլինիկայում։ Ինչպես կարելի է բանաձևից հստակ տեսնել, մեր անևրիզմաները մեծանալու զուգընթաց ձեռք են բերում ավելի մեծ պատռման վտանգ, այսպես կոչված ֆիզիկական արատավոր շրջան։ Քանի որ մեր մոտ փոխվում են մի քանի պարամետրներ, հա, առաջինը դա շարավիղն է կամ R-ը, աճը եւ ավելանում է նաեւ նրա լարվածությունը։ Երբ աթերոսկլերոզի կամ դեգեներատիվ փոփոխությունների կամ որոշակի հյուսվածքի թուլացման հետևանքով
անոթի տեղային լուսանցքը մեծանում է, այսինքն աճում է նրա շահավիղը, ապա անոթի վրա ազդող լարվածությունը սկսում է ուղղակի համեմատականորեն աճել։ Անգամ նորմալ զարկերական ճնշման պայմաններում լայնացած հատվածի պատը ստիպված է դիմակայել ավելի մեծ մեխանիկական ծանրաբեռնվածությամբ։ Պատի հաստության նոսրացումը կամ նեղացումը կամ բարակումը, այսպես ասած, անոթի լայնացման զուգընթաց նրա պատի միջին շերտը կամ մեդիալ հատվածը սովորաբար ենթարկվում է ատրոֆիայի կամ հյուսվածքային վերակառուցման, ռեմոդելավորման։ Եվ այստեղ մի կարևորագույն պայման կա այս ռեմոդելավորման հիմքում ընկած է որոշակի բջջային կորուստը։ Այսպիսով, եթե մենք վերցնենք այն որպես գործոն, այսինքն age-ը, որը որ այնտեղ վերցված է, հայտարարում եթե այն վերցնենք, պատի հաստության նվազումը պետք է ել ավելի բարձրացնի, ինչը, պետք է ավելի բարձրացնի լարվածությունը, այսինքն տեն։ Մենք արդեն իսկ հասկացանք, որ սա եւս մեկ գործոն է, որը ուղղակիորեն համեմատական կարգով աճին, ծանրաբեռնվածության եւ լարվածության աճին է նպաստում։ Եվ երբ ենք համարում մենք այս գործոնները, որ կետում կլինի քրիտիկական, որպեսզի հասկանանք, թե ինչի է առաջանում պատռումը։ Երբ անոթի պատի լարվածությունը տեն գերազանցում է հյուսվածքների մեխանիկական ամրության սահմանը, այսինքն տեղի ունենում պատի ամբողջականության կորուստ կամ պատռում, rupture։ Կա կլինիկական մի քանի նշանակություն Լապլասի օրենքի եւ Լապլասի բանաձևի եւ կարող ենք այստեղից անել նաեւ որոշակի կլինիկական հետևություններ։ Առաջինը դա ձնագնդի էֆեկտն է։ Որքան մեծանում է անևրիզման, այնքան ավելի արագ է մեծանում նրա ներքին լարվածությունը։ Անկախ նրանից, թե զարկերական ճնշումը մնում է հաստատուն, թե տատանվում է։ Սա բացատրում է, թե ինչու է քրիտիկական պրակտիկայում գործում կոշտ կանոն որոշակի չափը կամ տրամագիծը գերազանցելիս անևրիզմաները, օրինակ օրովայնային աորտայի պարագայում այն 5.5 սանտիմետր ենք համարում, մենք պետք է միանգամից ցուցում դնենք պլանային վիրահատական կամ էնդովասկուլյար բուժման։ Այստեղ, ինչպես դուք տեսաք, Լապլասի օրենքը ցույց է տալիս, թե ինչու է անևրիզմայով հիվանդների կամ B տիպի շերտազատման դեպքում կենսականորեն կարևորվում ճնշման իջեցումը կամ B-ի կամ ճնշման իջեցումը, ինչպես նաև բետա-բլոկատորների եւ հակահիպերտենզիվ դեղերի կիրառումը։ Նվազեցնելով ճնշումը, մենք ուղղակիորեն նվազեցնում ենք պատի լարվածությունը, այսինքն մենք ինչ ենք անում, կանխում ենք պատռման վտանգը։ Սրանով մենք ստանում ենք այն շղթան, որը որ աշխատում է եւ այն ամեն ինչը, որը որ կարող է էական ազդեցություն ունենալ մեր հիմնական ցուցանիշների վրա եւ շատ կարեւոր եմ համարում կլինիկական ուշադրության կենտրոնում պահել աորտայի անևրիզմաները եւ շերտազատումը, քանի որ անհրաժեշտ է ժամանակին հայտնաբերել լուռ ընթացող վտանգները, հիմնվելով վիզուալիզացիոն ժամանակակից մեթոդների վրա, դա կատեանգիոգրաֆիան է, էխոկարդիոգրաֆիան է, էմերդիագնոստիկան է, եւ այստեղ պետք է հիշենք, որ վաղ միջամտությունը կանխում է կատաստրոֆիկ բարդությունները։ Երկրորդը կուզեի առանձնացնել այստեղ ստորին վերջույթների պերիֆերիկ զարկերակային աթերոսկլերոզներն են, որոնք որ կլինիկական պրակտիկայում կարևոր են գնահատման համար եւ անհրաժեշտ է այստեղ գնահատել ոչ միայն ազդեցությունքային ինդեքսը, այլ նաև վարել համակցված սրտանոթային ռիսկերը, այսինքն զարկերակային հիպերտենզիաներն են, դիսլիպիդեմիաներն են, շաքարային դիաբետը եւ այլն։ Եվ քրիտիկական իշեմիան եւ հյուսվածքային պերֆուզիան մեր ուշադրության կենտրոնում պետք է մշտապես լինի։ Մասնագիտական թիմային աշխատանքն են, դրանք անգիովիրաբույժներն են, սրտաբաններն են, անոթաբաններն են, թերապևտներն են, որոնք վճռորոշ են այս մուլտիդիսցիպլինար թիմային աշխատանքը վճռորոշ է վերջույթի փրկության եւ կյանքի որակի բարելավման համար։ Հարգելիներս, այսօր նախատեսել է այսքանը աորտայի պաթոլոգիաների եւ պերիֆերիկ զարկերակային հիվանդությունների մասին։ Մենք միշտ պետք է հիշել, որ աորտայի պաթոլոգիաները եւ պերիֆերիկ զարկերակային հիվանդությունները դրանք շարունակում են մեզ համար լինել մարտահրավեր, մնում են մարտահրավեր ժամանակակից բժշկության համար, պահանջելով վաղ ախտորոշում, ռիսկերի վաղ գնահատում եւ բուժման մուլտիդիսցիպլինար մոտեցումներ։